Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Մինչ դատարանը քննում է քննչական կոմիտեի միջնորդությունը, դատարանի բակում հազարավոր մարդիկ են հավաքվել ի աջակցություն Սամվել Կարապետյանի, այնտեղ են նաև կուսակցության անդամները։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդմամբ իշխանությունը վախենալով իրական մրցակցությունից փորձում է ամեն գնով մեկուսացնել Կարապետյանին եւ թույլ չտալ նրա շփումը ժողովրդի հետ, սակայն սոցիոլոգիական պատկերը այլ բանի մասին է փաստում։ Պատկերացրեք մի իրավիճակ մեր երկրում, որը երբեք գրեթե չի եղել։ Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախ ունեն մեծ, սահմանափակված է խոսքով, սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ, բայց անգամ դրանից հետո բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի ուժին։ Եվ մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի։ Անգամ իրենց հարցումներով իրենք ընդամենը հասարակության 24%-ի աջակցությունն են վայելում։ 75%-ը, 70%-ը մեր հասարակության դեմ է։ Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարից են պարտվում։ Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված աջակիցները Փաշինյանին հեռախոս են նվիրել։ Շարժման խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի խոսքով նվերի նպատակն այն է, որ Փաշինյանը վերջին անգամ դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ այսուհետ երկրում գերիշխելու է օրենքը։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցեք խնդրում եմ վարչապետին Հայաստանի Հանրապետության։ Ակցիաները շարունակվել են նաև քննչական կոմիտեի դիմաց։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Շարժման խորհրդի անդամ Շիրազ Մանուկյանի պնդմամբ իշխանությունը փորձում է իր ձեռքում պահել պետական բոլոր ինստիտուտները սեփական շահերի համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ մշտապես եղել է ժողովրդի ու պետության կողքին։ Եթե այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության մասին անգամ չեն կարող խոսել, արդարադատության մասին չեն կարող խոսել։ Գլխավոր դատախազության շենքի մոտ եւս ազգային բարերարի աջակիցները հավաքվել են։ Շարժման խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանի խոսքով, սա վերջին խրամատն է, վերջին պաշտպանական գիծը, որից հետո չենք ունենալու Հայաստանի այն պատկերը, որը հիմա կա։ Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ, եւ եթե մի քիչ ավելի ժողովրդավարական խոսքով ասեմ, այդքան տհայտ բաց թողեք։ Տեսնենք ընտրություններով կարա՞ք հաղթեք, թե չէ։ Ինչ ֆորմատով եք պատրաստվում միանալ ուժեղ Հայաստան կուսակցությանը, եթե նման որոշում ունեք։ Վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ այսօր լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նա դատարանի բակ է եկել աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը ըստ էության հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, բացառությամբ 1-2 հարցի։ Հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Եվ խնդրում չեք հանդիպում մամուլի ներկայացուցիչների, ձեզ բազմաթիվ հարցեր կան ուղղված, ինչ եք խոսել օրինակ Նիկոլ Փաշինյանի հետ գնացել եք կալանավայր նրան տեսակցելու, ձեզ մեղադրում են, որ դուք չեք համաձայնվել դառնալ 2018-ին վարչապետի թեկնածու, ինչի արդյունքում տեղի է ունեցել այս իշխանափոխությունը, բազմաթիվ մի խոսքով հարցեր կան, կարծում տեղյակ եք։ Թույլ կտաք ավարտեմ իմ խոսքը։ Ես իրավունք ունեմ հարցազրույց տալու։ Դուք հանրության առաջ պետք է նաև հաշվետու լինեք, որովհետև դուք եղել եք Հայաստանի վարչապետը եւ ձեզ ուղղված բազմաթիվ հարցեր կան։ Վարչապետ եմ եղել, ես հաշվետու եմ եղել, այդ իսկ պատճառով ձեզ խնդրում եմ իմ այդ իրավունքը հարգեք։ Մեկ օր ես հարցազրույց կտամ։ Երբ որ Հայաստանի արժեվ կան ծառացած բազմաթիվ խնդիրներ, երբ որ Հայաստանը կորցրեց Արցախը, դուք որևիցե կերպ չարձագանքեցիք։ Դուք ինչ որ վախեր ունեք, որով կարող եք չխոսել։ Կաշկանդված եք նկատի ունենք ինչ որ բաներով։ Ինչից պետք է կաշկանդված։ Գիտեմ, ինչ հանգամանքներից ելնելով էլի ես լրիվ։ Այսինքն ես ավելնորդ եմ խոսում այսքան ժամանակ։ Վերջ, շնորհակալություն։ Լավ, պարոն Կարապետյան, Երբ որ հարցազրույց տալու ունեմ, այո, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ։ Լավ չի ստացվում, գուցե։ Շփումներ ունեք։ Այդ հարցին կպատասխանեք։ Շփումներ ունեմ։ Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չենք շարունակում։ Եթե շարունակում ենք, դա պատերազմ է։ Հայաստանի վարչապետը կրկին վախեցրել է հնարավոր պատերազմով, եթե իր քաղաքական ուժը չընտրվի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին։
խաղաղության կուսակցություն եւ պատերազմի կուսակցություն։ Խաղաղության կուսակցություն Նիկոլ Փաշինյանը անվանել է իր գլխավորած քաղաքական ուժը։ Իր հիմնական ընդդիմախոսներին ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ վարչապետը տեղավորել է պատերազմի կուսակցության մեջ։ Խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը եւ ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում է նեստրանբանության տակ։ Հայաստանի երրորդ հանրապետության անձնագիրը համարվող անկախության հռչակագիրը Նիկոլ Փաշինյանն կոչել է կոնֆլիկտի հռչակագիր եւ նորից պնդել, այն չպետք է լինի նոր սահմանադրությունում։ Նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետեւ անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինքը մի կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է։ Ադրբեջանից, Թուրքիայից Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հորդորում են փոխել Հայաստանի սահմանադրությունը, որտեղ կան հիշատակումներ Արցախի, Արևմտյան Հայաստանի մասին։ Վարչապետ Փաշինյանը բազմաթիվ անգամ հավատացրել է, թե սահմանադրությունը ինքը որոշել է փոխել ոչ Ալիևի ու Էրդողանի պահանջով։ Եկեք իմ հետևից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ այլ պաշտոնյաներ կոտրել են հանրային մեկուսացումը եւ դուրս եկել Թեհրանի փողոցներ, միանալով Ղոդսի օրվան նվիրված զանգվածային երթին։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանի տարբեր քաղաքներ գտնվում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային համատեղ հարվածների թիրախում։ Հենց երթի ընթացքում մայրաքաղաքում պայթյուններ են ոլորտացել։ Չնայած վտանգավոր իրավիճակին եւ պարբերական հարձակումներին, երթի մասնակիցները ծածանել են Իրանի դրոշները, ինչպես նաեւ հանգուցյալ հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի նկարները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միլիոնավոր մարդկանց դուրս գալը փողոց ապացուցում է ժողովրդի անկոտրում կամքը, եւ թշնամիները ստիպված կլինեն հաշվի նստել այդ ուժի հետ։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հերակա դիմել է Դոնալդ Թրամփին, շեշտելով, որ ամերիկյան ճնշումները միայն ավելի են ամրապնդում իրանցիների վճռականությունը, իսկ երթի վրա հարձակումները որակել է որպես Իսրայելի հուսահատության նշան։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Իրանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել։ Ժամանակակից եւ հզոր համարվող իրանական բանակն այնքան արագ է ոչնչացվել, որ այն այլևս կորցրել է իր մարտունակությունը, նշել է նա։ Հեքսեթը շեշտել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ իրանական ռեժիմի ներկայացուցիչները երկնքում այժմ տեսնում են միայն երկու խորհրդանիշ՝ ԱՄՆ-ի դրոշն ու Իսրայելի Դավթի աստղը, ինչը անվանել է Չարի ռեժիմի վատթարագույն մղձավանջը։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող լարվածությանը, պատերազմի նախարարը հայտնել է, որ Թեհրանն այնտեղ գործում է հուսահատությունից դրդված, սակայն Ամերիկան վերահսկում է իրավիճակը եւ անհանգստանալու պատճառ չկա։ Հեքսեթի խոսքով այսօր ԱՄՆ-ն Իրանին կհասցնի այնպիսի հուժկու հարվածներ, որոնք երբեք չեն եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ հեռախոսով խոսելիս հայտարարել է, որ Իրանն արդեն հանձնվելու շեմին է։ Ըստ Axios պարբերականի, Թրամփն իր գործողությունները որակել է որպես քաղցկեղային ուռուցքից ազատում, որը սպառնում էր բոլորին։ Նա ենթադրել է, որ Թեհրանում այլևս չկան պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են կապիտուլյացիայի որոշում կայացնել, քանի որ պարզ չէ, թե ով է իրականում ղեկավարում երկիրը։ Նա նաև բացահայտ ծաղրել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, նրան անվանելով թուրամորթ։
G7-ի առաջնորդները սակայն լուրջ մտահոգված են պատերազմի տնտեսական հետևանքների համար։ Նրանք Թրամփին կոչ են արել հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողություններն ու ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը առևտրային նավերի տեղաշարժը վերականգնելու համար։ Չնայած Թրամփը նշել է, որ իրավիճակը նեղուցում բարելավվում է, նա խուսափողական է եղել պատերազմի ավարտի հստակ ժամկետների հարցում։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր նպատակն է հարցը վերջնականապես լուծել, որպեսզի 5 տարի անց ստիպված չլինեն նոր պատերազմ սկսել Իրանի դեմ։